Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Հարգելի գործընկերներ, նման որոշումը կարևոր եմ համարում նաև սոցիալ-հոգեբանական դիտանկյունից, որովհետև երկու հարթություն կա։ Ընդհանրապես անվճար ծրի հասկացությունների հետ կապված մենք մեր վերաբերմունքը պիտի մի հատ ճշգրտենք, որովհետև նախ ոչ մի բան անվճար չի։ Բացարձակապես ոչ մի բան անվճար չի։ Կամ այն ինչ որ անվճար է, նշանակում ինքը արժեք չունի։ Եվ սա շատ կարևոր բան է, որ մենք հասկանանք, որ ցանկացած բանի համար կա վճար, ուղիղ այդ վճարը անուղղակի է, դա երկրորդ հարցն է, բայց ամեն ինչի համար, ցանկացած արդյունքի համար պետք է վճարել։ Ով է վճարում, այդ ուրիշ խնդիր է։ Օրինակ կա այտենց հասկացություն էլ կար, չէ՞, Խորհրդային Միությունում, որ առողջապահությունը անվճար է։ Չի կարա այտենց բան լինի։ Այն անվճար էր, դրա համար վերջում չկար առողջապահություն, որովհետև գնում էին եւ այլ ձևերով էր վճարվում դա։ Որովհետև եթե ինքը անվճար է, նշանակում է ինքը առողջապահություն չի, որովհետև դա ոչ մի արժեք չունի ինքը իր մեջ։ Եվ երկրորդը, այդ ընկալումը, որ դե պետական գույք է, էլի։ Պետական գույքի նկատմամբ վերաբերմունք կա, այդ մենք միջև մենք նախորդ անգամ ես առիթ ունեցա խոսելու, թե մենք համայնքային եւ պետական գույքերի նկատմամբ ընդհանրապես մեր մոտ բան կա, տենց պետական գույք նշանակում է դե պետական գույք է, էլի տվեք տենանք ինչ ենք անում եւ այսօր էլ օրինակ կան բաներ, որ մենք ունենք ներդրումային ծրագիր, խնդրում ենք օգնել, ինչով օգնել, դե պետական գույքով, մի հատ ասենք շենք տվեք 25 հարգանի, այդտեղ մենք ուզում ենք բան անենք, ներդրում անենք եւ ընկալումներն է, որ դե պետական գույք է, էլի մեկա ոչ մեկինը չի անտեր, ոչ մի բանի պետք չի եւ ցանկացած պետական գույք պետքա գնանշվի, որ մարդիկ հասկանան, որ դա արժեք ունի, որ ամեն ինչը ունի իր ծախսը, իր գինը, իր եւ կառավարման մեթոդի առումով մենք էլ պետք է հասկանանք, որը ինչ արժի եւ այո, շատ դեպքերում կարող է պարզվի, որ մենք ինչ որ ծառայություն կամ պետական հիմնարկ աշխատելու համար մենք վճարում ենք այդքան արժի, ըստ էության պետությունը ծախսում է վարձակալության այդքան վճարում, բայց կարող է մասնավոր հատվածում ավելի լավ շենք 20% ավելի էժան կա եւ ինչու շուկան չակտիվացնել եւ բան չանել հնարավորություն չտալ որ մրցակցություն տեղի ունենա մանավանդ մենք այդ պրակտիկա ունեցել ենք միջև այսօր էլ ունենք շատ պետական կազմակերպություններ կան որոնք մասնավոր հատվածից են վարձակալում եւ մենք չգիտենք հիմա լավ է որ այդ գնով իրանք վարձակալում են թե չէ որովհետեւ մենք ասենք օրինակ կան չէ ձեռնարկություններ որ մասնավորում իրանք վարձակալում են գրասենյակային տարածք եւ այնտեղ ամեն ամիս պետական բյուջեից վճար է վճարում X վճար։ Մենք չգիտենք այդ վճարը շատ է թե քիչ, որովհետեւ կարող է պարզվի, որ պետական շենքում կա հնարավորություն ավելի պակաս կամ ավելի շատ գնանշումով այդ ծառայությունը իրականացնել, բայց դրա փոխարեն իրականացվում է այլ կերպ։ Այնպես որ կարծում եմ այո Իհարկե, էլի բարեփոխումա պետքա գնա, պետքա իր խնդրին հանդիպի, հասկանանք ոնց ենք այդ խնդրեմ լուծում կամ այդ խնդրեմը այդքան էլ մեծ խնդրեմ չի, բայց այս շատ կարևոր է նաև պետության եւ պետականության ընկալման տեսակետից, որ հասկանանք ամեն ինչը արժեք ունի, այն որ մենք այս աթոռների վրա նստած ենք, դա կոնկրետ արժեք ունի, գին ունի, կոնկրետ մի ժամ այս աթոռի վրա նստելը կոնկրետ գին ունի եւ այդ գինը վճարվում է Եթե չվճարվի, X պահի աթոռը կկոտրվի, էլ չենք կարող նստենք, հասկանում եք։